Ողջույն բոլորին։ Արդեն հեռավոր 2018 թվականին ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ այցելել ԱՄՆ որպես զբոսաշրջիկ, եւ դեռ այն ժամանակ ես լսել էի, որ Ամերիկայի տուրիստական վիզա ստանալը բավականին բարդ խնդիր է, համեմատած եվրոպական Շենգենի եւ գրեթե ցանկացած այլ երկրի վիզաների հետ։ Ես լսել էի մերժումների զգալի վիճակագրության մասին, երկար ձայնագրություններ եւ այն հարցազրույցի մասին, որը պարտադիր պետք է անցնել ամերիկյան հյուպատոսի հետ։ Նա կարող է քո մեջ տեսնել ԱՄՆ-ի համար պոտենցիալ վտանգավոր մարդու կամ միգրանտի եւ մերժել։ Այդ պահին ես արդեն ակտիվորեն զբաղվում էի իմ աշխատանքով, երբ հանկարծ լսեցի Green Card-ի խավարկության մասնակցության մասին նորությունը։ Ուստի որոշում եմ պարզապես փորձել բախտս եւ 2019 թվականին փորձում եմ մասնակցել ԱՄՆ-ում բնակության թույլտվության այդ մրցույթին։ Այն ժամանակ ես դեռ չէի խորացել մանրամասների մեջ, թե ինչպես է այդ ամենն աշխատում։ Օրինակ, ես չգիտեի, որ եթե ստանում ես Green Card, ապա նահանգներում պետք է ապրել տարվա որոշակի ժամանակահատված, որպեսզի այն չչեղարկվի։ Ես իմ հերթին դիտարկում էի Green Card-ի ստացումը պարզապես որպես ճանապարհորդելու տարբերակ եւ հնարավորություն անհրաժեշտության դեպքում ազատ մուտք գործելու նահանգներ։ Բախտս, ինչպես հասկացաք, չժպտաց, եւ այդ ժամանակ 2019 թվականի վերջին ես որոշեցի, որ դիմելու եմ պարզապես ԱՄՆ տուրիստական վիզայի համար, որպես սովորական մարդ։ Առավել ևս, որ այդ ժամանակ ինձ մոտ արդեն ի հայտ էին գալիս որոշակի ֆինանսական հնարավորություններ եւ ազատ ժամանակ։ 2020 թվականի սկզբին ես հասկանում եմ, որ իմ շրջապատում չկան մարդիկ, ովքեր վերջին շրջանում նահանգների վիզա ստանալու փորձ ունենան։ Այնպես որ ես որոշում եմ դիմել գործակալության օգնությանը, որը խորհրդատվություն է տրամադրում այս գործընթացի բոլոր նրբությունների վերաբերյալ, եւ նույնիսկ այն ժամանակ նրբությունները քիչ չէին, այնպես չէ։ Բայց ես որոշում եմ կայացնում դա անել արտասահմանում։ Ինչու՞։ Իրականում ոմանց համար, նույնիսկ ինձ համար, պատճառներն այժմ կարող են բավականին ծիծաղելի թվալ։ Այն ժամանակ Հայաստանում տուրիստական վիզայի հաստատումների վիճակագրությունը լավագույնը չէր, համեմատած որոշ եվրոպական երկրների հետ։ Գումարած դրան, հյուպատոսի հետ հարցազրույցի սպասման ժամանակը բավականին երկար էր։ Լավագույն դեպքում մի քանի ամիս, բայց սովորաբար կես տարուց ավելի։ Այո, կրկին, ներկայիս ժամանակների համար տուրիստական վիզաների ստացման 15-17 մերժման վիճակագրությունը ծիծաղելի է հնչում, քանի որ հիմա աշխարհում Հայաստանի քաղաքացիների համար վիճակագրությունը զգալիորեն ավելի վատ է, ել չասած Հայաստանում դիմելու անհնարինության մասին։ Բայց այն ժամանակ ես գործակալի հետ համատեղ որոշեցի միավորել իմ ուղևորությունը դեպի Եվրոպա եւ վիզայի համար դիմել արդեն այնտեղ։ Ես մտածեցի, որ ահա այն ԱՄՆ վիզա ստանալու իմ շանսերը մեծացնելու, հարցազրույց անցնելու եւ ճանապարհորդության մեկնելու հեշտ հնարավորությունը։ Սակայն ի հայտ եկան նրբություններ, որոնք ստիպեցին ինձ ընդհանուր առմամբ այդ ամենի վրա ծախսել 7 տարի։ Սկզբում գործակալի հետ մենք ընտրում ենք ԱՄՆ հյուպատոսությունը Ավստրիայում, քանի որ սպասման ժամանակն այնտեղ կազմում էր մոտ 4 օր։ Սակայն արդեն քիչ ուշ 2020-ի փետրվարին մենք փոխում ենք մեր ընտրությունը Պրահայի հյուպատոսության օգտին։ Հաստատումների վիճակագրությունն այնտեղ նույնպես կարգով ավելի բարձր էր, քան Հայաստանում։ Եվ այն ժամանակ ինձ պարզապես ավելի հեշտ ու էժան էր մեկնել հենց Չեխիա։ Որպես արդյունք, փետրվարի կեսերին մենք գրանցվում ենք 2020 թվականի մարտի 23-ի համար։ Վճարում ենք $160 վիզայի տուրքը, եւ ես անցնում եմ փաստաթղթերի լրացմանը։ Եկեք ես համառոտ պատմեմ իմ անձնական պատմությունը, թե ինչ պահանջվեց ինձնից։ Լրացման հիմնական հարցաթերթիկը DS160 է։ Դրանում անհրաժեշտ է նշել անձնական տվյալները, հեռախոսահամարները, փոստը, սոցցանցերը, կրթությունը, բնակության հասցեները, պլանները, դեպի նահանգներ ուղևորության նպատակները, ինչպես նաև նկարագրել աշխատանքի վայրը եւ նույնիսկ պարտականությունները։ Դա արվում է մեկ պարզ պատճառով։ Գլխավորը, որ պետք է հասկանան ամերիկացիները, ձեր հայրենի երկրում ձեր կյանքի կայունության փաստն է։ Ըստ էության, նրանք փորձում են առավելագույնս նվազեցնել վիզա ստանալու հավանականությունը այն մարդու համար, ով մտադիր է անօրինական կերպով միգրացիա անել դեպի ԱՄՆ։ Ուստի նրանք ուշադրություն են դարձնում ձեր աշխատանքին եւ այլ գործոնների, ինչպիսիք են հարազատների, երեխաների, թոռների առկայությունը եւ այլն։ Մի խոսքով, առանձին ուշադրություն են դարձնում հայրենի վայրին ձեր կապվածությանը։ Նաեւ հարցաթերթիկի լրացման կարևոր գործոն է ձեր նախորդ տուրիստական փորձի նշումը։
Ամերիկացիներին դուր է գալիս տեսնել ձեր ճանապարհորդությունների փաստը տարբեր զարգացած երկրներում եւ դրանցում հետագա միգրացիայի բացակայությունը։ Ես ի դեպ բազմիցս եղել եմ Եվրոպայում, 2 անգամ Մեծ Բրիտանիայում, այնպես որ ընդհանուր առմամբ ես դրա հետ կապված ոչ մի խնդիր չունեի։ Նաեւ արեցի հատուկ լուսանկար, բազա է։ Նաեւ նախապատրաստում եմ քաղվածքներ հաշիվներից եւ տեղեկանք Հայաստանում հարկային հաշվառման կանգնելու մասին։ Կարճ ասած, ես առավելագույնս պատրաստվում եմ հարցազրույցին, իսկ դրա ամսաթիվը գնալով մոտենում է, եւ մոտավորապես այդ ժամանակ ֆոնին ի հայտ է գալիս այսպիսի, ինչպես ասեմ ձեզ, ուղղակի մի փոքրիկ նրբություն։ Դուք երևի նույնիսկ մոռացել եք դրա մասին։ Հիշում եք 2020 թվականը։ Ահա, մենք գործակալի հետ սկսում ենք մտածել COVID-ի հետ կապված խնդիրների մասին։ Մենք ենթադրում ենք, որ գաղափարապես ոչ մի սարսափելի բան տեղի չպետք է ունենա։ Առավելագույնը այնտեղ երկշաբաթյա կարանտին։ Էլ ինչ խոսել, դեռ 2020-ի փետրվարին ես հասցրի գնալ Գերմանիա։ Սակայն մարտի սկզբին ավելի ու ավելի շատ նորություններ են հայտնվում վիրուսի բռնկումների մասին։ Երկրները սկսում են աստիճանաբար փակվել լոքդաունի։ Դիմակային ռեժիմ, բիզնեսների սնանկացում, ազատ տեղաշարժի արգելք։ Մի խոսքով, գնում է խուճապի ալիք, բայց մեր հարցազրույցը դեռևս մնում է ուժի մեջ։ Ես մինչև վերջին պահը հույս ունեմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Բայց այո, մարտի 13-ին Չեխիան հայտարարում է ցանկացած հյուպատոսությունում վիզաների ստացման դիմումների ընդունումը դադարեցնելու մասին։ Այսպիսի գործեր։ Այդ պահին ես շատ չեմ տխրում, քանի որ մտածում եմ, որ այդ ամենը մոտ ժամանակներս կավարտվի, եւ մենք նորից կփորձենք մեր բախտը։ Մի քանի շաբաթ, եւ բոլորը կմոռանան COVID-ի մասին։ Դե լավ, գուցե 1 ամիս։ Մոտավորապես այդ ժամանակ սկսվում է վիզայի համար դիմելու իմ փորձերի ավելի դանդաղ ընթացող փուլը։ Ինչու դանդաղ։ Պարզապես իրավիճակը ըստ էության փոխվում էր օրեցօր։ Ամբողջ 2020 թվականին հյուպատոսությունները մերթ բացվում են, մերթ փակվում։ Մարդիկ գրանցվում են հարցազրույցի, դրանք նորից չեղարկվում են։ Այդ ամենը շարունակվում է ընդհուպ մինչև 2021 թվականը, երբ կարծես թե սկսում են հայտնվել արդեն մի փոքր ավելի կայուն ամսաթվեր, բայց բոլորովին այլ երկրներում, Ինդոնեզիայում եւ Ղազախստանում։ Այդ պահին մենք գործակալի հետ որոշում ենք կայացնում, որ սպասելու ենք Եվրոպային։ Դե գոնե այն պատճառով, որ մենք դեռ տեսնում ենք մեծ քանակությամբ մերժումներ։ Մյուս կողմից, Ինդոնեզիայում եւ Ղազախստանում հյուպատոսները, ըստ լուրերի, ավելի պահանջկոտ են, քան Եվրոպայում։ Ուստի մենք սպասում ենք Եվրոպայում հարցազրույցի կայուն ամսաթվերի հայտնվելուն։ Մի խոսքով, ամբողջ 2021 թվականը մենք նույնպես մշտադիտարկում ենք երկրները եւ տարին ավարտում անհաջող։ Իսկ 2022-ին ինձ հետ տեղի ունեցավ միջադեպ։ Անկեղծ ասած, տարվա սկզբին ես մոռանում եմ ԱՄՆ ուղևորության մասին, ավելի շատ զբաղվում եմ աշխատանքով։ Որոշ ժամանակ ճանապարհորդում եմ Եվրոպայով եւ Արաբական Էմիրություններով։ Բայց դեռ շարունակում եմ զուգահեռաբար մշտադիտարկել ամսաթվերը, փաստաթղթեր ներկայացնելու եւ հարցազրույց անցնելու հնարավորության համար։ Եվ ահա տարեվերջին կարծես թե հայտնվում են հետաքրքիր հնարավորություններ։ Աշնան վերջին մենք գրանցվում ենք հարցազրույցի 2022 թվականի դեկտեմբերին Զագրեբում, Խորվաթիայի մայրաքաղաքում։ Միանգամից ասեմ, մերժումների վիճակագրությունն այդ պահին ծիծաղելի էր։ Մենք նաեւ մտածում էինք Վիեննայում հարցազրույցի գրանցվելու հնարավորության մասին, քանի որ այնտեղ մերժումների տոկոսը շատ ավելի փոքր էր, բայց այնուամենայնիվ որոշեցինք փորձել գնալ Խորվաթիա։ Ես նորից վճարեցի վիզայի տուրքը, նախապատրաստեցի փաստաթղթերը, եւ որքան մոտենում էր հարցազրույցը, այնքան տհաճ էր դառնում իրավիճակը։ Գործակալը հայտնեց այն մասին, որ Զագրեբում համակարգված կերպով սկսում են մերժել վիզաները հայերին։ Այնպես որ մենք որոշում ենք կայացնում նորից չեղարկել հարցազրույցը։ Այո, կարելի էր փորձել բախտը, բայց մերժման դեպքում ես ստիպված կլինեի երկար ժամանակ սպասել փորձերի միջև ընկած սառեցմանը, cool-down, քանի որ անհաջողից անմիջապես հետո եւս մեկ հարցազրույցի անցնելը միշտ կարող է կասկած հարուցել հյուպատոսի մոտ։ Կասկած հետեւյալ ձևաչափի, իսկ ինչու է այստեղան այդքան ուժեղ ձգտում նահանգներ։ Գուցե անօրինական միգրացիայի համար։ Կարճ ասած, 2022 թվականին մենք նորից մնում ենք առանց հաջողության։ Առայժմ, իսկ ես հիշեցնում եմ, որ առաջին անգամ ես ցանկացա այցելել ԱՄՆ 2018 թվականին։ Եվ այդ պահից ի վեր ես ինչ-որ բան ձեռնարկում էի, փորձում էի անել։ Ահա դրսում արդեն 2023 թվականն է։ Այս պահին վիզայի ստացման փաստն ինքնին դառնում է ոչ թե պարզապես ինչ-որ զուգահեռ միկրոխնդիր,
այլ, ըստ էության, ուղղակի լուրջ նպատակ ինձ համար, քան ընդհանրապես Ամերիկա այցելելը որպես այդպիսին։ Եվ ահա նահանգներ այցելելու փորձերի 6-րդ տարվա գալուստով ես վերջապես որոշում եմ գնալ Ավստրիա եւ անցնել հարցազրույցը, ինչ գնով էլ լինի, եւ սա երևի իմ պատմության ամենազվարճալի մասերից մեկն է։ Հարցազրույցը նշանակված էր 2023 թվականի մայիսի 19-ին։ Այո, հերթը գրեթե կես տարի էր, բայց գործակալը գովում էր Վիեննան մերժումների ցածր տոկոսի համար, այնպես որ մենք որոշեցինք փորձել բախտը։ Նախքան այնտեղ գնալը ես այցելեցի Իտալիա, եվրոպական մի քանի այլ քաղաքներ, ընդհանուր առմամբ շրջեցի Եվրոպայով։ Եվ ահա գալիս է այդ X օրը, ես նախապես զանգահարում եմ գործակալին, եւս մեկ անգամ անցնում եմ հարցերի ցուցակով, որոնց ամենայն հավանականությամբ ես ստիպված կլինեմ պատասխանել։ Եվ եկավ այն հարցազրույցի ժամանակը, որին ես սպասում էի այս ավելի քան 5 տարիներին։ Ես մոտենում եմ Վիեննայի հյուպատոսությանը առավոտյան մոտ 9:00-ին։ Մտնում եմ ներս։ Առաջին տպավորությունը մարդիկ այդքան էլ շատ չեն, եւ ինձ դիմավորում է անվտանգության աշխատակիցը։ Անջատում եմ հեռախոսը։ Տեսնում եմ իմ առջև 2 հերթ։ Մեկը մատնահետքեր հանձնելու եւ հյուպատոսությունում իմ հայտնվելը հաստատելու համար է, իսկ երկրորդը բուն հարցազրույցի։ Ընդհանուր առմամբ, այն ամենից, ինչ ես նախկինում ասացի, դուք երևի կռահեցիք, թե ինչ է տեղի ունենում հենց հարցազրույցի ժամանակ։ Ամերիկացի հյուպատոսը քեզ հարց է տալիս քո կյանքի, աշխատանքի, ինչի մասին ասես, եւ պատասխաններից ելնելով որոշում է կայացնում։ Կարելի է արդյոք քեզ թողնել երկիր որպես զբոսաշրջիկ, թե ոչ։ Եվ հյուպատոսն այդ որոշումը կայացնում է հարցազրույցի ժամանակ, կամ գուցե ընդհանրապես նախապես, ըստ այն անցյալի background, որը պեղվել էր ԱՄՆ դեսպանատան հյուպատոսության ստուգման ավտոմատ համակարգերի կողմից։ Մի խոսքով, ձեզ մերժելու տարբերակները շատ են։ Դե եկեք անցնենք իմ անձնական հարցազրույցին։ Ես մտնում եմ հարցազրույցի, սեղանի մոտ նստած է մի հաճելի կին եւ սկսում է ինձ հարցեր տալ։ Ես պատմում եմ, որ պլանավորում եմ այցելել մի քանի քաղաքներ, փառատոներ, Burning Man։ Մի խոսքով, ամեն ինչ տիպիկ туриզմի շրջանակներում։ Կինը հարցնում է. Որտեղ եմ սովորել։ Ես պատասխանում եմ ԵՊՀ-ում, քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետում։ Այնուհետև նա ճշտում է, թե ինչով եմ զբաղվում։ Ես ասում եմ, որ ես գիտաշխատող եմ եւ աշխատում եմ լաբորատորիայում։ Կարևոր նրբություն։ Հյուպատոսի կողքին թարգմանիչ է գտնվում, եւ ես հասկանում եմ, որ ինձ ավելի լավ է կարճ պատասխանել, այլապես նա կարող է չհասցնել գրագետ թարգմանել ամեն ինչ եւ բաց կթողնի կարևոր նրբությունները։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ անցնում է առանց շտապելու, սուպեր դրական տրամադրությամբ։ Մենք շփվում ենք, ես փորձում եմ պատասխանել հակիրճ եւ ամեն ինչ հաղթահարում եմ, բայց ահագինը տալիս է ինձ ճակատագրական հարցը, որը բառացիորեն շրջեց իմ ողջ հարցազրույցը։ Այդ հարցը հնչում է այսպես. կոնկրետ որն է իմ նեղ մասնագիտացումը։ Հենց հիմա ես կցանկանայի, որ դուք իջնեիք մեկնաբանություններ եւ ենթադրեիք, ավելի ճիշտ ոչ թե ենթադրեիք, այլ ասեիք ինձ, ընկերներ, թե ինչ եմ ես ուսումնասիրում։ Ինձ հետաքրքիր է լսել ձեր իրական կարծիքը, իսկ հետո երկրորդ բարբերությամբ գրեք, թե ինչպես եք կարծում, ինչ պատասխանեցի ես հյուպատոսին։ 3 վայրկյան եմ տալիս, այո, այսպիսի ինտերակտիվ։ 1, 2, 3 Նստած լինելով հարցազրույցի, ես սկսեցի թեթևակի իրարանցման մեջ ընկնել եւ հասկանում էի, որ եթե երկար բացատրեմ, ապա թարգմանիչը կարող է իմ հետևից չհասցնել։ Եվ հարցն իրականում շատ կարևոր է եւ լուրջ։ Ավելին, պատասխանը պարունակում է իր մեջ նրբություններ։ Այնպես որ ես մտածում եմ մի քանի վայրկյան, թեթևակի շփոթվում եմ եւ գալիս եմ հանճարեղ եզրահանգման։ Ես պատասխանում եմ հյուպատոսին հաստատուն եւ հստակ։ Պայթուցիկ նյութերի սինթեզ եւ քիմիական անվտանգություն, explosive synthesis and chemical safety, ինչը տեղի ունենում հետո։ Կինը, ամենայն հավանականությամբ, մտնում է իմ գիտական հրապարակումների ցանկը կամ LinkedIn-ը, ինչպես ինձ թվում է։ Նայում է այն, որոշ ժամանակ լռում է եւ հետո բարի ինտոնացիայով ասում է. մի անհանգստացեք, այստեղ ես թեթևակի լարվեցի։ Եվ ոչ իզուր նա շարունակեց. ամեն ինչ լավ է, բայց ես ուղարկում եմ ձեզ վարչական ստուգման։ Դա Եվ այդ պահին իմ գլխում բացվում է իմ մարտահրավերի հաջորդ գլուխը։ Ինչ է գրողը տանի այդ վարչական ստուգումը։ Հարցազրույցի ժամանակ, ինչպես պարզվում է, կա ուղիղ 3 կարգավիճակ։ Թվում էր, թե պետք է լինի երկուսը, հաստատում կամ մերժում։ Իրականում գոյություն ունի եւս մեկը, դա վարչական ստուգումն է։
Ինչպես պարզվեց, պատասխանելով պայթուցիկ նյութեր, ես չէի կարող չհայտնվել այդ կարգավիճակի տակ։ Հարցազրույցի անցկացման տվյալ պահին ես այդ մասին չգիտեի։ Բայց եթե դուք անցկացնեք 2 վայրկյանից մի փոքր ավելի Google-ում, ապա կիմանաք, որ քիմիկոսները, ովքեր աշխատում են վտանգավոր նյութերի հետ, պարտադիր հայտնվում են վարչական ստուգման տակ։ Tal Technology Alert List։ Այնպես որ երևի թե իմ պատասխանը այն փաստի հետ միասին, որ ես ավարտել եմ համալսարանը որպես քիմիկ ինժեներ, ինձ այլ տարբերակներ չթողեց։ Այս բառերից հետո կինը տալիս է ինձ թուղթը եւ բացատրում ստուգման էությունը։ Ինձ անհրաժեշտ կլինի ուղարկել իմ մանրամասն ռեզյումեն, կապված իմ աշխատանքի հետ, հատուկ էլ փոստին։ Թեև ես տուն եկա տխրած, ընդհանուր առմամբ ես այդքան վատ երգի չէի սպասում։ Այն ժամանակ ես մտածում էի, որ նա պարզապես նայեց իմ աշխատանքային պրոֆիլը, տեսավ, որ այնտեղ չկա ոչինչ կապված իրական ահաբեկչության կամ զենքի ստեղծման հետ։ Դե այն առումով նեղ մասնագիտական հասկացողությամբ։ Իսկ իմ հոդվածները կրում են ավելի շատ ընդհանուր բնույթ, որտեղ ես պարզապես բացատրում եմ արտադրական անվտանգության կանոնները։ Համապատասխանաբար դե ակնհայտ է ինձ համար, որ այն ժամանակ վարչական ստուգումը այնուամենայնիվ ավելի շատ պայմանականության մասին է, եւ այն կանցնի բավականին արագ։ Հյուպատոսն արդեն ասաց չանհանգստանալ, ճիշտ է։ Մի խոսքով տեսնենք, թե ինչ է կատարվում ինձ հետ հետո։ Նույն օրը ես ուղարկեցի ռեզյումեն եւ սպասում էի պատասխանի մի քանի օրից։ Որպես արդյունք, վարչական ստուգումը, ինչպես պարզվեց, կարող են անցկացնել միջկերատեսչական մակարդակով։ Այսինքն, այո, ստուգել իմ ռեզյումեն, իմ գիտական աշխատանքները, այլ մանրամասներ։ Իմ աշխատանքները կարող են ստուգել ՀԴԲ-ն, FBI, ԱՄՆ-ՊՆ-ն, նախագահի գրասենյակը։ Դե այստեղ կատակում եմ իհարկե, բայց մի խոսքով ոչ մեկ մարդ։ Լս մտածեցի մի փոքր կսպասեմ։ Անցնում է մի քանի օր, ես ճշտում եմ, պատրաստ չէ արդյոք իմ վիզան։ Ոչ, դեռ ընթանում է admin ստուգում։ Okay, մտածում եմ ես կգամ 1 ամսից, վիզան կփակցնեն, ես հանգիստ կթռչեմ նահանգներ։ Անցնում է 1 ամիս, ես սկսում եմ անհանգստանալ, գրում եմ դեսպանատուն, շփվում եմ գործակալի հետ, ճշտում եմ իմ կարգավիճակը։ Դեռ ընթանում է admin ստուգում, ինձ ցրում են։ Եվս մի քանի ամիս անց իմ կարգավիճակը չի փոխվում։ Ես իմանում եմ, որ ընդհանուր առմամբ ամենից հաճախ հարկ չի լինում սպասել կես տարուց ավելի։ Ես ընդունում եմ այդ փաստը, սպասում եմ, անցնում է 1 ամիս, դրանից հետո եւս մեկը, եւս մեկը, եւ եւս մեկը։ Եվ ահա, արդեն կես տարուց ավելի ոչինչ չի փոխվում։ Ես արդեն փորձում եմ կորզել այդ ստուգումը զրոյացնելու կամ փաստաթղթերի կրկնակի ներկայացման որևէ տարբերակ, բայց մեզ ասում են, որ դրա մեջ իմաստ չկա։ Մեզ ամենայն հավանականությամբ նորից կուղարկեն admin ստուգման։ Կարծես թե կարելի է նորից դիմել դրա համար, բայց ոչ ոք տարբերակներ չի տալիս, թե ինչպես դա անել։ Արդյունքում մեզ պարզապես ասում են սպասել։ Անցնում է եւս 2 տարի, եւ ամեն անգամ արտասահման թռչելիս ինձ մոտ ահա ինչ-որտեղ, ինչ-որ բան այսպես խուտուտ է տալիս։ Ուղղակի ինչ-որ բան ինչ-որտեղ ուղղակի քոր է գալիս։ Ես հասկանում եմ, որ ինձ մոտ մնում է այս չիրականացված նպատակը՝ պարզապես ստանալ ԱՄՆ վիզա։ Այսինքն ինձ նույնիսկ ԱՄՆ արդեն առանձնապես չի ցանկացվում գնալ։ Ինձ պարզապես ցանկալի է ստանալ այդ վիզան, որովհետև մարտահրավերը չափազանց երկար է։ Այո, մենք զանգում ենք հյուպատոսություն, դեսպանատուն, գրում ենք, փորձում ենք իմանալ լուծման այլ տարբերակներ, բացի պարզապես ստուգման ավարտին սպասելուց, բայց ոչինչ այդպես էլի հայտ չի գալիս։ Լիակատար անելանելիության զգացողություն է, ինչպես հասկանում եք։ Բայց անկեղծ կլինեմ, 2025 թվականին, այս տարի ամեն ինչ փոխվեց։ Այն է, անցած հարցազրույցից 2 տարի անց, 2025 թվականի մայիսին, ես որոշում եմ կայացնում շարունակել ակտիվորեն պայքարել, այլ ոչ թե սպասել։ Այդ պահին ես կապվում եմ նոր վիզային գործակալության հետ։ Նրանց խոսքով, իմ իրավիճակը իսկապես տհաճ է, բայց դրան ավելի լավ է վերաբերվել որպես դեֆոլտային մերժման։ Այդ գործակալության պրակտիկայում եղել են դեպքեր, երբ նույնպիսի կախված admin ստուգման կարգավիճակով մարդիկ նորից դիմում էին վիզայի համար, բայց ստանում էին արդեն հաստատում։ Ես դա լսեցի, զարմացա եւ ասացի. եկեք փորձենք։ Եվ ահա այստեղ արդեն սկսվում է նոր գլուխը, այն է գրանցում հարցազրույցի Ղազախստանում։ Ինչու Ղազախստան։ Նոր գործակալությունը կոնկրետ մասնագիտացած էր Աստանայի եւ Ալմաթիի հյուպատոսությունում եւ դեսպանատանը վիզա ստանալու վրա։ Աստանա։ Մենք որոշ ժամանակ պատրաստվում էինք վիզա ստանալ Ալմաթիում, բայց հանկարծ, երբ ես Ճապոնիայում էի, պատուհան ազատվեց Աստանայում։ Ամբողջ բանն այն է,
որ այդ պատուհանների պահանջարկը խիստ գերազանցում է առաջարկը, քանի որ Ղազախստանի հյուպատոսությունները այն ժամանակ ընդունում էին Ղազախստանի ոչ ռեզիդենտներին միայն շաբաթվա կոնկրետ օրը։ Շուկայում նույնիսկ կան բոթեր, որոնք ավտոմատ կերպով գրանցում են մարդկանց նման տեղերում դրանց հայտնվելիս։ Այնպես որ ես ստիպված էի գործել շատ արագ։ Ես ակնթարթորեն մտա անձնական այջ, ամեն ինչ ամրագրեցի, ամեն ինչ վճարեցի եւ սկսեցի սպասել իմ նոր հարցազրույցին։ Այն է 2025 թվականի հոկտեմբերի 23-ին։ Հիշեցնում եմ, ընթանում է իմ մարտահրավերի 7-րդ տարին, եւ ես սկսում եմ պատրաստվել հարցազրույցին։ Թեև մարդիկ ֆորումներում գրում էին, որ վիզայի համար դիմելը գտնվելով admin ստուգման մեջ անիմաստ է, նոր գործակալությունը տվեց ինձ հնարավորություն շփվելու ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության էքս-հյուպատոսի հետ։ Չեմ ասի, թե որ երկրում եւ երբ են աշխատել, բայց փաստը մնում է փաստ։ Նրա հետ շփման ընթացքում ես ստացա իմ իրավիճակի ավելի փորձագիտական գնահատական։ Նրա խոսքով հաջողության հավանականությունը այս кейսում մոտավորապես 1% է։ Լավագույնը, որ կարող է ինձ հետ պատահել, նախորդ кейսի զրոյացումն է եւ նորի ստեղծումը, այսինքն admin-ստուգման նոր գործընթաց։ Եվ հնարավոր է, այն ավելի արագ կանցնի, քան նախորդը, որովհետև ամենայն հավանականությամբ նոր հյուպատոսը դժվար թե ցանկանա իր վրա պատասխանատվություն վերցնել եւ կարծես չեղարկելով նախորդ admin-ստուգումը, հաստատել ինձ վիզան եւ թողնել ինձ ԱՄՆ։ Դե կամ նա պարզապես կդնի մերժում եւ կխնդրի ինձ հեռանալ։ Այո, նախկին հյուպատոսի խոսքով ես կարծես թե կարող եմ փորձել ավելի շատ կոնկրետություն տալ նոր հյուպատոսին։ Այո, որ կարծես ինձ հնարավոր է։ Այնպես չեն հասկացել, ես չունեմ պայթուցիկների սինթեզ որպես այդպիսին։ Այո, ինչպես դա սովորաբար հասկանում են մարդիկ։ Եվ լավագույն դեպքում աշխատակիցը պարզապես կարագացնի admin գործընթացը։ Կարճ ասած, իմ գլխավոր նպատակը, այո, այս հարցազրույցում պարզապես վերջապես բյուրոկրատիայի այդ օղակը կտրելն է եւ գոնե նոր admin-ստուգման հայտնվելը։ Նաեւ հարցազրույցից առաջ գործակալը հայտնեց ինձ, որ Աստանայում վերջերս փոխվել են հյուպատոսները։ Հիմա նրանք երկուսն են՝ աֆրոամերիկացի տղամարդ, ով բավականին խիստ է, ինչպես նաեւ հաճախ է մերժումներ տալիս, չի սիրում ավելորդ հարցեր տալ, ինչպես նաեւ կորեական արմատներով հյուպատոս, ով ավելի լոյալ է, ավելի հաճախ է վիզայի հաստատում տալիս եւ հանգիստ է վերաբերվում մանրամասների ճշգրտմանը։ Բնականաբար ինձ նախապես ասացին, որ ավելի լավ կլիներ ընկնել երկրորդ մարդու մոտ, քանի որ աֆրոամերիկացի հյուպատոսը մեծ հավանականությամբ չի պարզի իմ երկար admin-ստուգման նրբությունները։ Այո, այս անգամ փաստաթղթերին մենք գցեցինք հրավեր նամակ դեպի Scientific Expo ցուցահանդեսը, որը ես ցանկանում էի այցելել Օրլանդոյում, Ֆլորիդա նահանգում։ Մի խոսքով, այսպիսի ելակետային տվյալներով, սպասելով նոր, լավագույն դեպքում արագացված վարչական ստուգման, ես մեկնեցի Աստանա։ Գալիս է X օրը։ Երկրորդ X օրը 2025 թվականի հոկտեմբերի 23-ը։ Ես մոտենում եմ Ղազախստանի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատանը առավոտյան մոտ 8:30-ին։ Գեղեցիկ, մեծ շենք։ Այս անգամ ինձ դիմավորում է արդեն մարդկանց մեծ քանակություն, այնպես որ ես կանգնում եմ պատկառելի հերթում։ Դա կապված է նրա հետ, որ սեպտեմբերի 6-ից Հայաստանի քաղաքացիները ԱՄՆ տուրվիզայի համար կարող են դիմել միայն Աստանայում եւ Վարշավայում։ Ըստ էության, եթե ես գրանցվեի կրկնակի հարցազրույցի նույն Վիեննայում, այն ինձ մոտ կչեղարկվեր։ Կանգնում եմ հերթը, թողնում եմ հեռախոսը, ստանում եմ բեյջիկ եւ գնում եմ դեսպանատան, արդեն երկրորդ շենքը։ Եվ այստեղ կրկին մեծ հերթ։ Եվ մոտավորապես 40-50 րոպե անց ես վերջապես սպասեցի իմ հերթին, մոտեցա պատուհաններին եւ տեսա բավականին անսպասելի պատկեր։ Ի զարմանս ինձ, պատուհաններում կանգնած էր հենց այն աֆրոամերիկացի հյուպատոսը եւ ինչ-որ կին։ Մի խոսքով, ի սկզբանե այն չէ, ինչին ես պատրաստվում էի։ Մինչ ես սպասում էի իմ ժամանակին, ես նկատեցի, որ աֆրոամերիկացուց թռնում է մարդը մարդու հետևից։ Ինչ-որ մեկը մոտենում էր, բառացիորեն ծախսում էր 20-30 վայրկյան եւ ստանում էր մերժում։ Միակ մարդիկ, ում նա բաց էր թողնում, կենսաթոշակային տարիքի զբոսաշրջիկներն էին, ովքեր որոշել էին այցելել հարազատներին կամ պարզապես ճանապարհորդել։ Մյուս կողմից ես նկատում էի, որ կինը հանգիստ լսում է մարդկանց, ավելի մանրամասն ճշտում է նրանցից դետալները եւ ավելի քիչ է մերժումներ տալիս։ Բնականաբար դա պլյուս է ինձ համար, որովհետեւ ինձ մոտ admin-ստուգումը գնում է արդեն 2 տարի։ Լիքը նրբություններ իմ քիմիական հետազոտությունների հետ կապված, պոտենցիալ բավականին երկար երկխոսություն։ Մի խոսքով, ես թեթևակի հուզմունքի մեջ եմ։ Եվ ահա, կամաց մոտենում է իմ հերթը։ Բնականաբար,
Հյուպատոսների միջև ինքնուրույն ընտրություն կատարել ես չեմ կարող, որ պատուհանը դիմացս ազատվի, այնտեղ էլ կընկնեմ։ Իմ հերթի համար մնում է երկու մարդ։ Խիստ հյուպատոսից դուրս է գալիս թոշակառուն վիզայի հաստատումով։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նոր մարդը ուղևորվում դեպի այդ հյուպատոսը։ Այո, ես բնականաբար մտածում եմ, երանի շուտ նրան էլ դնեին այնտեղ հաստատում կամ մերժում։ Ինձնից առաջ հաջորդ մարդը կուղևորվեր նորից նրա մոտ, իսկ ես արդեն կընկնեի այդ կնոջ մոտ։ Անցնում է մի քանի րոպե, եւ կնոջ մոտից դուրս է գալիս մի տղա, եւ ինձնից առաջ կանգնած մարդը մտնում է այնտեղ։ Եվ ահա այժմ իմ ճակատագիրը որոշված է։ Ես ցանկացած դեպքում ընկնելու եմ ավելի խիստ հյուպատոսի մոտ։ Մի քանի րոպե անցնում է, եւ խիստ հյուպատոսի մոտից դուրս է գալիս նաեւ թոշակառուն, հաստատված վիզայով։ Եվ ես հասկանում եմ, գրողը տանի։ Խիստ հյուպատոսը հենց նոր երկու մարդու անընդմեջ հաստատեց ԱՄՆ վիզան։ Հիմա ես երիտասարդ տղաս կմոտենամ նրան, եւ դե հավանականությունը, որ նա ինձ կմերժի, բարձրանում է։ Այո, ահա ես այսպես եմ դատում իմ գլխում, որովհետև դե մարդկային գործոն է, այնուամենայնիվ ինչպես չլինի, բայց այնուամենայնիվ շունչ, արտաշունչ, պահ, աս։ Գնացինք։ Ես մոտենում եմ հյուպատոսին։ Մի փոքրիկ նրբություն, ի տարբերություն Վիեննայի, Ղազախստանում հյուպատոսները չունեն թարգմանիչներ։ Համապատասխանաբար, առաջինը, ինչ տեղի է ունենում, աֆրոամերիկացին հարցնում է ինձ ռուսերեն. Որն է ձեր ուղևորության նպատակը։ Ես պատասխանում եմ, որ իմ նպատակը տուրիզմն է։ Այցելում եմ Scientific Expo փառատոնը։ Թեև հարցնում է ինչ ցուցահանդես է դա ընդհանրապես։ Ես պատասխանում եմ, որ ահա միջոցառում է քիմիական տեխնոլոգիաների մասին։ Ինձ աշխատանքի շրջանակներում հետաքրքիր կլիներ այն այցելել։ Նա անմիջապես ճշտում է ինձնից, թե ով եմ ես աշխատում։ Ես պատասխանում եմ, որ ես դեղագործ եմ, նկարահանում եմ նաև հոլովակներ գիտական գրագիտության, անվտանգության կանոնների եւ նոր տեխնոլոգիաների մասին։ Այո, այս անգամ ես շրջանցում էի պայթուցիկ նյութեր բառը, ինչպես միայն կարող էի։ Այդ պահին նա հարցնում է ինձ, թե պլանավորում եմ արդյոք ինչ-որ բան նկարահանել կամ աշխատել ցուցահանդեսին։ Իրականում այս հարցը թակարդով է, որովհետև եթե ես պլանավորեի նկարահանել այնտեղ կամ աշխատել, ապա իմ այցելության նպատակն արդեն տուրիստական չէր լինի։ Ուստի ես պատասխանեցի, որ պարզապես պլանավորում եմ իմանալ ինչ-որ նոր բան։ Դրա հետ պարզեցինք։ Այնուհետև նա հարցրեց ինձ իմ կրթության մասին։ Հիշում ենք, հարցը լուրջ է։ Ես պատասխանեցի, որ ես քիմիկ ինժեներ եմ, եւ թոփ հարցից հետո տվեցի մի փոքր ավելի շատ բացատրություններ դրա մասին։ Կրկին ոչ մի խոսք պայթուցիկների կամ թունավոր նյութերի մասին, որոնցով ես չեմ զբաղվում, եթե ինչ։ Որոշ ժամանակ հյուպատոսը նայում էր մոնիտորին, ինչ-որ բան էր փնտրում։ Ես մտածում եմ, ամենայն հավանականությամբ նորից ուսումնասիրում էր իմ LinkedIn-ը կամ հոդվածները։ Շատ անգամ հարցրեց ինձ իմ աշխատանքի մասին։ Երևի նա նկատեց, որ ես եղել եմ ադմինստուգման մեջ, եւ հետո հեռացավ ինչ-որ տեղ իմ անձնագրով։ Ես էլ, մինչ սպասում էի նրան, գլխումս պտտեցի արդեն 1000 սցենարային բանի, թե ինչ կարող է լինել։ Գուցե ինձ պարզապես մերժում տան, իսկ գուցե ուղարկեն նոր ադմինստուգման, գուցե արագացնեն նախորդը։ Մի խոսքով, ես պատրաստ էի ամեն ինչի, բայց ոչ նրան, ինչ տեղի ունեցավ արդյունքում։ Հյուպատոսը վերադարձավ մի քանի րոպե անց, մեկնեց ինձ թուղթը եւ ասաց. «Ձեր վիզան հաստատված է», վերցնելով իմ անձնագիրը։ Ես այդ պահին շատ ուժեղ ապշեցի։ Շատ ուժեղ ապշեցի։ Դժվար է բացատրել իմ ապրած էմոցիաները, որովհետև դա ամենաանսպասելի ելքն էր բոլորից, որ ես ենթադրում էի։ Ես պատրաստ էի ամեն ինչի, բայց ոչ դրան։ 2025 թվականի վերջն էր, անցել էր գրեթե 8 տարի, այսպես ասենք, Ամերիկա այցելելու իմ ցանկությունից։ Եվ ահա վերջապես իրականացավ։ Այն ժամանակ ինձ թվաց, որ ես իզուր չէի եկել այդ հյուպատոսի մոտ։ Այո, նա առավելագույնս խիստ է, բայց ինչպես պարզվեց, օբյեկտիվ։ Եվ նա իմ քեյսում տեսավ իսկապես, դե, այսպես ասենք, ինչ որ հնարավոր է, թյուրիմացություն, այո, որոշեց պարզել։ Տեսավ, որ ես ադմինստուգման մեջ եմ արդեն այնտեղ 2.5 տարի եւ որոշեց իր վրա վերցնել պատասխանատվությունը։ Այո, համոզվել, որ ես ընդհանուր առմամբ անվտանգ գիտական գործունեությամբ եմ զբաղվում։ Ես չեմ ներկայացնում ոչ մի սպառնալիք, եւ իր վրա պատասխանատվություն վերցրեց հաստատել վիզան։ Դե սա առաջին հերթին, իսկ երկրորդ, պարզվեց, որ դա ընդհանրապես վերջը չէ։ Ես, էմոցիաներով լի, հիանալի անցկացրի ամբողջ հաջորդ օրը։ Ես գիտեի, որ Աստանայում արագ, բառացիորեն մի քանի օրվա ընթացքում տպում են վիզաները անձնագրում, այնպես որ արդեն 1 օր անց, ուրբաթ օրը, ես պլանավորում էի վերցնել իմ անձնագիրը եւ շարժվել Ղազախստանից, բայց ուրբաթ առավոտյան ես արթնանում եմ եւ տեսնում եմ այս նամակը։
Այո, ինձ նորից ուղարկել էին ներքին վարչական ստուգման։ Թեև իմ վիզայի կարգավիճակը մնացել էր approved հաստատված, ես պետք է սպասեի, ինչպես նշված է նամակում, մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ։ Հիշում եմ ինչով դա ավարտվեց անցած անգամ։ Ընդհանուր առմամբ ես տխուր էի, բայց մյուս կողմից ես սպասում էի դրան։ Ընդհանուր առմամբ ես պատրաստ էի սպասել նոր ադմինստուգման արդյունքներին դեռ այն բանից առաջ, երբ գնում էի բուն հարցազրույցին, այնպես որ դե ոչինչ սարսափելի չէ, պատահում է։ Սկսվեց սպասման նոր գլուխ, ուրբաթ օրը ոչ մի նորություն ես չստացա։ Շաբաթ-կիրակի դեսպանատունը բնականաբար չէր աշխատում։ Երկուշաբթի Ղազախստանի Հանրապետության օրն էր, այնպես որ կրկին հանգստյան օր էր։ Եվ արդեն երեքշաբթի ես որոշում եմ նայել, ինչպես է այնտեղ իմ ադմինստուգումը։ Գուցե էլի ինչ-որ update կապված նրա հետ, թե որ փուլում է այն գտնվում։ Ես մտնում եմ կայք, թարմացնում եմ իմ կարգավիճակը եւ տեսնում եմ, որ այն փոխվել է issued-ի, այսինքն տրված է։ Այսինքն ինձ այնուամենայնիվ տվել են վիզան։ Ես սկսում եմ ստուգել, թե որտեղ է գտնվում իմ անձնագիրը։ Սուպեր ուրախ մտնում եմ կայք, տեսնում եմ, որ այն իսկապես դրոշմակնքված է, եւ արդեն պատկերացնում եմ, թե ինչպես եմ գնալու վերցնելու այն Աստանայում։ Բայց հետո ես նայեցի վիզայի տրամադրման տեղեկատվությանը մի փոքր ավելի մանրամասն եւ նկատեցի, որ իմ անձնագիրը գտնվում է Ալմաթիում։ Պարզվեց, որ իմ անձնագիրը սխալմամբ ուղարկել են Ալմաթի, քանի որ ի սկզբանե դիմել ցանկանում էի այնտեղ եւ հասցեն մոռացել էին թողել, բայց ես չտֆրեցի, որովհետեւ նաեւ ցանկանում էի այցելել այդ քաղաքը։ Վերջապես ես հասա իմ անձնագրին։ Ահա այն, ընկերներ, տուրիստական վիզա դեպի ԱՄՆ, առավելագույն ժամկետով Հայաստանի քաղաքացու համար 3 տարով, հենց ձեր առջև իմ անձնագրում։ Բայց էությունը դուք հասկացաք, կրկին ինձ համար դա հրաշք է, որովհետև նման ելքի ես ընդհանրապես հույս չունեի։ Եվս մեկ անգամ մեծ շնորհակալություն ընկերությանը։ Կրկին առանց նրանց դժվար թե ստացվեր ինձ մոտ այդ ամենը գլուխ բերել, ստանալ վստահության այդպիսի լիցք եւ ընդհանրապես մեկնել հարցազրույցի Ղազախստան, այնպես որ կարող եմ համարձակորեն խորհուրդ տալ ընկերությունը։ Նրանց ծառայությունը ստուգված է իմ վրա։ Ինձ համար սա երկար 7 տարի, գրեթե 8 տարի անց իսկական հրաշքի է նման։ Տեսնենք, թե ինչ կպատահի, երբ ես հայտնվեմ Ամերիկայում։